Կառավարությունը ձախողել է ոստիկանական համակարգի բարեփոխումները, պնդում են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Իրավապահ ոլորտի նախորդ 2 տարիների ռազմավարության մշակմանը մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցը բարեկային ծառայության աշխատանքում հետընթաց է նկատում։ Բարեկային ծառայություն իրականացնողները համարյա իրենց վարքագծով աշճանապար փորձ են անում վերադառնալ գայի, պետավտոտեսության կարգավիճակի։ Ռեֆորմը, որը պետք է հանգեցներ նրան, որ քաղաքացիները սկսեին ընկալել, որ ոստիկանը քաղաքացիներին ծառայություն մատուցող եւ ոչ թե պետության կողմից բերված մահակ, այս մասով տապալվում է եւ շարունակում է տապալվել ցավոք սրտի։ Ես պետք է նաեւ ասեմ, դուք նշեցիք տապալված չի։ Ես չեմ ասի, որ ամբողջությամբ տապալված է, բայց մասամբ տապալված է։ Ոստիկանական բարեփոխումների աշխատանքում ներգրավված իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը ընդունում է, չնայած հանցագործությունների բացահայտումը նոր մակարդակի է հասել, օրինակ դեռ պարեկները աչք են փակում պաշտոնյաների իրավախախտումների վրա։ Բարեկային ծառայությունը, երբ որ երկրորդ շարքում կանգնում են դատախազները, դատախազներին չի տուգանում, գալիս անցնում է սկիպ ոչ իման չի ասում, իսկ երբ որ մենք ենք կանչած լինում, գալիս ընդհանրապես նախազգուշացնում հանում է, բայց երբ որ ուրիշ վարորդներն են կանգնած, ուրիշ վարորդներին տուգանում է։ Սա մենք գրություններով ունենք հիմնավորված։ Պարեկների կողմից մարդկանց բռնության ենթարկելու, նվաստացնելու դեպքերն էլ ըստ իրավապաշտպանների ոչ թե նվազել, այլ հակառակը ավելացել են։ Շեշտում են միայն այս տարի փաստաբաններին ծեծելու, քաղաքացիների խոշտանգման, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու տասնյակ միջադեպեր են գրանցվել։ Մենք այնուամենայնիվ չենք կարող հաշտվել բռնությունների կամ արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների հետ, որոնք ցավոք սրտի ոչ թե նվազում են, այլ ավելանում են։ Ներքին գործերի նախարարությունից, որի կազմում է ոստիկանությունը, համաձայն չեն քաղաքասարակության ներկայացուցիչների պնդումների հետ, չնայած ընդունում են, համակարգում դեռ խնդիրներ կան։ Բարեփոխումները չեն ավարտվել եւ դրված են մի կողմ։ Դրանք դինամիկ process են։ Այո, խնդիրներ առաջանում են, բայց մենք հենց այդ խնդիրների վրա պետք է կատարելագործվենք։ Մենք մեկնարկում ենք ծառայություններ, նոր մոտեցումներ ենք կիրառում կրթության, կադրերի ընտրության, բայց պետք է նշենք, որ այո, մենք նաև սովորում ենք ինքներս մեր բացթողումների եւ սխալների վրա։ Իրավապաշտպաններն անհրաժեշտ են համարում գործող մեխանիզմների առկայությունը, ոստիկանների աշխատանքը վերահսկելու համար։ Ուժային ցանկացած կառույցի գործունեության արդյունավետության կարևոր երաշխիքը վերահսկողության մեխանիզմների առկայությունն է, ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային, այսինքն այնպիսի վերահսկողություն, որի արդյունքները կամ որի դիտարկումները ունենան օրենքի ուժով պարտադիր բնույթ քննարկման։ Ներքին գործերի նախարարությունում ձևավորված ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչությունն ունի այդ գործառույթները հակադարձում են գերատեսչությունից, ընդգծելով ոստիկանների իրավախախտումների առնվազն 50%-ը հենց այդ վարչությունն է բացահայտել։ Բայց մենք ամենևին հակված չենք անընդմեջ հայտնաբերելու իրավախախտման դեպքեր։ Այս ծառայությունը մի ստվար հատված կանխարգելմանն է նախատեսելու, այսինքն իրավախախտման ռիսկի նվազեցման մասով մենք ունենք անելիքներ։ Գերատեսչության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով գործակցությունը դադարեցրած քաղաքասարակության ներկայացուցիչները այնուհանդերձ ոստիկանության նոր բարեփոխումների համար նոր առաջարկներ են ներկայացնելու։ Իրավապաշտպաններն անհրաժեշտ են համարում ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկների առկայությունը, որոնք հասանելի կլինեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, քննչական կոմիտեին եւ հակակոռուպցիոն կոմիտեին։ Վստահ են, այս կերպ հնարավոր է նվազեցնել բաժիններում քաղաքացիների նկատմամբ նվաստացումները, բռնության դեպքերը։